Այսօր շաբաթ օր է, վաղը կլսեք Թուրքիայի կատարած այցի արդյունքները և ինչ ասեմ, ուրախացեք, սրտիկներ դնեք Նիկոլի տակ, միչև։ Այս տեսաժապավենը ես նկարահանել էի շաբաթ օրը, 4 օր 5 օր առաջ և զգուշացրել էի, որ հիմա Նիկոլը կվերադառնա Թուրքիայից և մենք կտեսնենք Թուրքիայից ստացած հրահանգների արդյունքը, ինչը այսօր ամբողջ հայ ազգը տեսնում է, ձեռնբակալություններ, սրբազան պայքարի բոլոր մասնակիցներին, կեղծ նկարահանումներ, սովետական KGB-ի և սովետական մենթերի ավանդույթների համաձայն, որտեղ միշտ պատկերված են լիքը զենք, սա եղել է Լևոնի ժամանակ, Քոչարյանի ժամանակ, Սերժիկի ժամանակ, հիմա կրկնվում է Նիկոլի ժամանակ, կեղծ նկարահանումներ, լիքը զենքով, տարբեր պայթուցիկներով, հիշենք Սամվել Բաբայանի օրոքել ինչ-որ իգլա են բերել, որ իգլայով խփելու են Սերժի ինքնաթիռին, այսինքն միշտ կրկնվում է, միայն մի տարբերություն է, այս անգամ Նիկոլի ենթակա ԱԱՑ-ն ու մենթերը մոռացել են, որ պետք է ուրեմն նկարահանումների ժամանակ լիքը դոլարներ տեղադրել և ներարկիչներ, սպրիչներ, որպեսզի ցույց տան, որ սրբազան պայքարի մասնակիցները համֆինանսավորվում են ոչ միայն Քոչարյանի կողմից, այլև արտասահմանից, սպիտակ էմիգրացիայի կողմից, դաշնակցության կողմից արտասահմանից դոլարներ են ստացել, համել ներարկիչներ պետք է նկարեին, որ ցույց տան, որ բանը սրբազանից բացի, սրբազանի հետ միասին բոլորը դեղի տակ են, այն հայրի սիրած փողոցային լեզվով ասած ծակված են, կայֆի տակ են, սրսկված են, դրա համար որոշել են հեղաշրջում անեն, տապալեն Նիկոլի իշխանությանը, այսպես գեղեցիկ բաներով էլի կեղծ կուտեր պետք է նկարագրեն, որ ժեխը ուտի, դե ժեխը ասես բաներ սիրում է, էլի, առանց իր ուղեղը աշխատացնելու, մտածելու, թե ճիշտ է, կեղծ է, որպեսզի արդյունք լինի, որտեղ նայում եմ համացանցը կարդում եմ, համատարած հարձակում է կատարված սրբազան պայքարի բոլոր մասնակիցների եկեղեցու վրա։ Երևի ամերիկյան կենտրոնական հետախուզական վարչությունը Մասադի, իսրայելական Մասադի և KGB-ի հետ միասին համատեղ ուժերով չկարողանային անեին այն, ինչ անում է Նիկոլը թուրքի թաթարի ղեկավարության պես ազգի գլխին։ Սենց խառնել ամերիկյան CIA-ը, կենտրոնական հետախուզական վարչությունը, Մասադի ու KGB-ը չեն կարող հայրեն սենց խառնեին, ինչպես սա հաջողվեց Նիկոլին։ Բայց իհարկե միտեղ նկարարմաչ տեսա, որ բաներ, պլան էր դրած, որ Պարքև Սրբազանը իր ընկերների հետ ուռում են երևի, բայց մոռացել էին ներարկիչները։ Վաղվա նոր տեսագրություններից թվում է, որ հայտնվեն ներարկիչներն էլ կերևան, հին ձեռագիրա։ Այսքանը, այս սա էր Թուրքիայից ստացած հրանգները, ինչը տեսակ, ականատես եղաք, դե վայելեք, ձեր ուղեղին մենակ սա է, հաճո, և սրանից ավել ուրիշ բան մտածել չեք կարող, ես սա զգուշացրել էի 4 օր առաջ։